արձակվել մեղքի կապանքներից։ Ես ուժեղ եմ, որովհետև Գերագույն Դատավորը ազատել է ինձ ամեն մեղքից և ամոթից։ Հովհաննես 8:34-36 խոսքերում ասում է. Հիսուսը պատասխանեց նրան. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառա է, ծառան էլ հավիտյան չի կենում տան մեջ, որդին է կենում հավիտյան։ Ուրեմն եթե որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք։ Երբ որդին մեզ ազատում է, մենք հիրավի ազատ ենք։ Ինչ է նշանակում հիրավի։ Հիրավի նշանակում է առանց կասկածի, իսկապես։ Մարդիկ կարող են կասկածել ձեր ազատության իրավունքին։ Ձեր անցյալը կարող է փորձել ամաչեցնել ձեզ և հիշեցնել ձեր սխալները, բայց Աստծո տեսանկյունից մեղքը և ամոթը այլևս ազդեցություն չունեն ձեր կյանքում։ Մարդիկ գուցե ցանկանան քարեր նետել ձեզ վրա, բայց Հիսուսի խոսքերը արձագանքում են ձեր կյանքում, արձակելով ձեզ մեղքի կապանքներից։ Հովհաննես 8:11-ում ասում է. Ես չեմ դատապարտում քեզ, գնա և այսուհետև մեղք մի գործիր։ Երբ խոստովանում ենք, ժամանակն է առաջ շարժվելու և հետևում թողնելու մեղքը, ամոթը, ուրիշներին և ինքդ քեզ մեղադրելը։ Երբ մեր խավարից տեղափոխում ենք նրա լույսի մեջ, լիազորվում ենք գնալու և այլևս չմեղանչելու։ Եթե Աստված ասում է, որ ձեզ չի դատապարտում, դուք ազատ եք քայլում այդ ճշմարտության մեջ։ Այս հարցում դուք չեք կարող վստահել ձեր զգացմունքներին, որովհետև դրանք կխաբեն ձեզ։ Մենք երբեք արդար չենք զգա, որովհետև մեր մեջ և մեզնով արդարություն չկա։ Մենք Աստծո արդարությունն ենք, ոչ թե մեր գործերով կամ վարքագծով, այլ միայն Քրիստոսում։ Սա լիազորում է մեզ թողնելու մեր անցյալի ձախողումներն ու սխալները և առաջ շարժվելու։ Եսայիա 43:18-ում ասում է. Առաջիները մի հիշեք, հին բաները մի մտաբերեք։ Մեր այսօրն այլևս կապված չէ երեկվա մեր անհաջողությունների հետ։ Մենք ազատ ենք ոտք դնելու նոր ապրելակերպի մեջ, մաքրված ողորմությամբ, որն ամեն առավոտ նոր է։ Եկեք աղոթենք։ Երկնային Հայր, ես ընդունում եմ քո ողորմությունը, որ ամեն օր, ամեն առավոտ նոր ես անում։ Ես թույլ կտամ, որ այն իմ կյանքում հաղթանակի դատաստանի հանդեպ։ Ես թողնում եմ մեղքի զգացումը և ինքնատելությունը։ Ես վեր եմ կենում և այլևս մեղք չեմ գործում։ Շնորհակալ եմ Տեր, որ ինձ ազատել ես ամեն մեղքից և ինձ հիշեցնում ես, որ հին բաները մոռանամ ու նորի մեջ մտնեմ քեզ հետ։ Շնորհակալ եմ Հիսուս։ Ամեն։